Նոյեմբերի 6-ին Երևանում անցկացվեց ARMA-IGF 2025 ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ հոբելյանական համաժողովը, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի թվային քաղաքականության, լայնաշերտ ինտերնետ հասանելիության, տեխնոլոգիական առաջընթացի և ինտերնետային դիմակայունության մարտահրավերներն ու հնարավորությունները։ Բացման խոսքում ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշեց. Պետք է արձանագրել, որ ինտերնետը ընդհանրապես մարդկության ամբողջ կյանքը և կենցաղը փոխել է։ Եթե այն ժամանակ մենք առաջնորդվում էինք քարտեզներով, մարդիկ, ովքեր այս կամ այն երկիր էին այցելում, ստիպված էին գնալ գրասենյակներ, հերթեր կանգնել, ստանալ նույնիսկ վիզաներ, ավիատոմսեր գնել, հասնել տեղ, առնել այդ տեղանքի քարտեզը, կողմնորոշվելու համար եւ այլն եւ այդպես շարունակ, այդ ամբողջ կարելի ասել ինդուստրիան ճանապարհորդության փոխվել է եւ այսօր այլևս երևի թե քարտեզները տպվում են արխիվների համար կամ իրավական միգուցե փաստաթղթերի համար, եթե դրանք թվայնացված չեն, եւ մարդիկ այլևս գործածում են իրենց հեռախոսները։ Արշակյանն անդրադարձավ նաև արհեստական բանականության ի հայտ գալուն, նշելով դրա առկայությունն առաջիկայում անճանաչելիորեն կփոխի մարդկանց կենցաղը։ Մենք առաջիկայում ականատես ենք լինելու, որ այլևս այդ կենցաղային հոգսերը հոգալու են մարդանման ռոբոտները, արհեստական բանականությամբ զինված եւ մարդիկ ունենալու են ավելի մեծ հնարավորություններ հոգատարությամբ դաստիարակելու իրենց երեխաներին, զբաղվելու նրանով, ինչը իրենք ավելի շատ են սիրում, այլ ոչ թե ստիպված են անել։ Մարդիկ իրենց կենցաղային հոգսերից ավելի ազատ են դառնալու։ Ըստ ազգային ժողովի նախագահի, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն կտա, որ մարդիկ հետագայում զբաղվեն իրենց սիրելի գործերով եւ ունենան ավելի շատ ազատ ժամանակ։ Եվ մարդիկ ավելի շատ զբաղվելու են կրթությամբ, գիտությամբ, ստեղծարար աշխատանքով, իրենց սիրած գործով, երեխաների դաստիարակությամբ։ Եվ սա անխուսափելի է։ ICANN Եվրոպայի կառավարիչ տնօրեն Քրիստոֆեր Մոնդինին էլ ելույթում նշեց, որ այսօր ինտերնետը միավորում է ավելի քան 5.5 միլիարդ մարդ եւ այն դարձել է համատեղ ջանքերի արդյունք։ Մարդիկ ինտերնետի մասին խոսում են մեծ ոգևորությամբ, բայց դրա ամենակարևոր մասը գործակցությունն է։ Դա անհատների, ընկերությունների, ակադեմիական շրջանակների եւ տեխնիկական մասնագետների միավորումն է ընդհանուր նպատակի շուրջ։ Ես տեսնում եմ, որ Հայաստանում կան փորձառու մասնագետներ եւ երիտասարդ ծրագրավորողներ, որոնք պատրաստ են ներդրում ունենալ համաշխարհային թվային զարգացման Մոլդինին ընդգծեց նաև հայկական այբուբենի և լեզվի ներկայությունը ինտերնետ դոմենային համակարգում, որպես ազգային ինքնության պահպանման կարևոր բաղադրիչ։ ARMA-IGF 2025-ը ևս մեկ անգամ հաստատեց Հայաստանի հանձնառությունը թվային զարգացման, ինտերնետային ազատության և տեխնոլոգիական անկախության ուղղությամբ։ Ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպության խորհրդի փոխնախագահ Քրիստինե Հակոբյանն էլ նշեց. Լայնաշերտ ինտերնետի տարածվածությունը մեր երկրում բավականին լավ մակարդակի վրա է դրված, բայց դրա հետ մեկտեղ կա բազմաթիվ անելիքներ, ինչը որ մենք փորձում ենք գտնենք, հայտնաբերենք, որը որ մեզ համապատասխանում է, հնարավոր է բովանդակային առումով օգտակար լինել եւ փորձում ենք օգտակար լինել։ Դա դասընթացներն են, դա համաժողովներն են, դրանք տարբեր շահառու ներգրավումն է, օրինակ ուսանողական համայնքին, դասախոսական ուսուցիչներին, անգամ անհատական գրադարանների հետ կապված ծրագրեր են կանում թվայնացման եւ ընդհանուր փորձում ենք դիրքավորվել որպես թվայնացման գործընթացի մի մաս։ Ըստ բանախոսի ամբողջ աշխարհը ձգտում է ունենալ այլընտրանքային ինտերնետ կապ եւ այս մասով Հայաստանը եւս բացառություն չէ։ Հակոբյանը նշեց. Այդ հարցը ոչ միայն մեր կողմից է բարձրացվում, դա համընդհանուր խնդիր է, որը տարբեր կողմերում կարող եք դրա մասին լսել։ Խնդիրը նրանում է, որ երբ որ մի կապի վրա են հույս դնում, այսինքն այդ դեպքում հնարավոր է դրա խափանման արդյունքում ունենալ լուրջ խնդիրներ, հասանելիության նվազում եւ այլն։ Իսկ այս դեպքում, եթե մենք ունենանք այլընտրանքային մալուխային հնարավորություն, կապը կլինի անխափան։ Ինտերնետի հիմնական գաղափարներից մեկը անխափան լինելն է, անխափան, ապահով եւ հուսալի։ ARMA-IGF 2025-ը հանդես եկավ որպես բազմակողմանի երկխոսության բաց հարթակ, որտեղ միավորվեցին պետական ու մասնավոր հատվածների ներկայացուցիչներ, տեխնիկական եւ ակադեմիական համայնքները, քաղաքացիական հասարակությունը եւ միջազգային կազմակերպությունները։ Քննարկման առանցքային թեմաներն էին թվային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացումը, բովանդակության կարգավորման եւ անվտանգության մեխանիզմների կատարելագործումը, օգտատերերի իրավունքների եւ ինտերնետային ազատությունների հավասարակշռությունը, նաեւ Հայաստանի ինտերնետ անկախության ամրապնդումը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։